Կեռամա Մարացին, մնալով հավատարիմ ավանդույթներին, շարունակում է շրջագայել աշխարհով։ Այս անգամ մեր հանգրվանը 7 թմբի վրա գտնվող Հռոմն է, հռոմեական հավաքածու։ Դիզայներների խումբը ստեղծել է իսկական գեղագիտական հաճույք պատճառող հավաքածու։ Համեցեք տեսնել եւ կատարել ժամանակի թելադրած ընտրություն։ Կեռամա Մարացի, այս տարի բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Ալբերտ Տուր, միջպետական լիցենզավորված կանոնավոր ուղևորափոխադրումներ, հարմարավետ, անվտանգ եւ բարձրակարգ ավտոբուսներով, յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի օրերին հետեւյալ ուղղություններով՝ Երևան, Ռոստով, Վորոնեժ, Լիպեցկ, Մոսկվա, Երևան, Վոլգոգրադ, Սարատով, Սամարա, Ուֆա եւ հետադարձ։ Հասցե աշտարակի խճուղի 1 կոտորակ 1։ Սա են Երևանն այն գունավոր քաղաքն է, որտեղ ապրում եմ ես ինքը դու ու դու քաղաք է։ Դե լավ էլի արա հորս արևարը հեչ լավ բան չեղավ։ Այդ նրանից է, որ մեր պրինցիպները մեզնից բոյով են ապրել։ Մխո գնա վրեժին ասա, թո դորս գա ապը։ Մխո գնա ստեղից, թե չէ քեզ եմ ծխելու։ Դինջսի լեյ տղը։ Աղջիկ բերենք թաքուն մեր տուն, բերենք մեր սենյակ թող պարկի, այնքան որ զորիկը գամատնի տենա քնածա դուրս գա էլի։ Եթե ուզում ես մարդդ իսկականից քեզ խանդի, ես քեզ մի հատ լավ տղու մոտ կուղարկեմ։ Բայց ինձ էլ է պետք որ պարկեք իմ կողքին։ Ինչի։ Որ մարդս գա համոզվի։ Ես հիմա Յանի քնած ա։ Ահա զորիկ ձա քնել է։ Հիմա լույսը վառը։ Արա, ես ինչ կա այս կոմերը բախտը։ Մի հատ աղջիկ կա, իր հետևից եմ եկել։ Մենք էլ ապե։ Հա, մի հատ թույն բալամ կա ապստե։ Վաղուց ես քուչը գալի գնում։ Դե ես մի շաբաթ է էլի։ Հա, մենք երեկվանից ենք բունդերը ստեղբե։ Ալվարդներ տղեկ։ Էս արա ալվարդի հետ։ Վարոսը մեջք ուներ։ Դո չէ այախվեր օրդուց դրան մեջք։ Դե որ մեջք չունի ձեռից քխել ենք ապե։ Տղեկ լավ թարգեք վայ։ Չփլել չխոսաս, նստեք ավտոն կասեմ ինչ կանենք։ Ինչ ես մտածում են ուղղությամբ, ախպերս։ Ոնց որ շատ չքնցրիր, հա։ Որ ուղղությամբ տեսնեմ։ Դա այդ Անուշիկի ուղղությամբ, այն ուրիշ ինչ ուղղություն կա։ Ինչ ես մզմզում, այ մուզմուզ։ Չեմ մզմզում, տեսնեք, պրոստը 13 շական աշխատանքներ եմ տանում հետ, էլի։ Այդ մեկը լինի քո հետ դաստիարակչական աշխատանքներ տանի։ Յա։ Ես պրոստը հիմա իրեմ որ բերեմ տուն ամեն օր կիլդիմների մեջ են գնելու։ Թող մի քիչ հղկեմ, որ հետո սաղս էլ ապրենք խաղաղ երկնքի տակ, էլի։ Չէ։ Արա ես չեմ հասկանում։ Սերն էլ մուտացիայի ենթարկվել ժամանակների հետ։ Առաջ որ սիրում էինք, արա։ Հիմի որ սիրում են ոնց որ իրար ուտեն, արա։ Էս ինչ է սենց։ Այդ ինձանից չի, իրանից հա տեսնյակ։ Պոզերովը։ Պահ։ Յանի դու փետուրներով ես, հա։ Լավ էլի հա տեսնյակ։ Այս էլ մեր գեղեցկուի Անուշիկը։ Մի քիչ արագ արի, այ աղջիկ ջան։ Բարև ցավդ տանեմ։ Արինա դու բաչ, հա։ Ես հետո կպաչեմ։
Բարով ես եկել, հետո չկա, դավայ։ Վայ։ Հա, մենակ։ Ոյ ես նստի ցավը տայմ իմ անուշիկ, տեսնեմ ոնց ես, ոնց չես, ինչ կա, ինչ չկա։ Ամեն ինչ լավ է Վրամ ջաջա, դուք ոնց եք։ Ես ոնց պիտի նեմ այդ ցավը տանեմ։ Մի տեսակ ոնց որ ես իմ է։ Մի խոսքով ատեսնյակիցդ ինչ կա, հլասա տեսնեմ։ Լավ։ Անես վատ եմ զգում չես պատկերացնի։ Զանգ տվեցի ատեսնյակի դե ձեր ամուսնության պահով, ասեց հարց չկա, օր ասեք ես կգամ։ Դե որ մի տեսակ ձգձգվեց ինձ հիմա ոնց որ երեսատեղ չունենամ, էլի մի հատ զանգեմ։ Վրամ ջաջա, մի կողմից էլ լավ է որ տենց ստացվում։ Բնենց արագ հելար գնացիր չհասցրինք երկու բար փոխանակենք վռազեիր։ Ինչ թեմայի շուշտի փոխանակենք որ։ Դե աղջկա, ապե, ինչ հարաբերություններ ա որ ձեր մեջ։ Բարի դրացիական։ Ապե նկատի ունենք մաքուրով ես ուզում, թե անմաքուրով։ Ախպերս ինքիս մաքուրով չի ուզում, ես իրան ոնց մաքուրով ուզեմ։ Այսինքն ժամանակ ես անցկացնում։ Դե հա։ Լավ, պարզ է, ապե, մենք էլ ենք հետը մոտիկ դրա համար, էլի, ոբշմ ասածիս իմաստերն է, այսօր իրիկունը տեղնի հրավիրի, ես եմ ուզում հրավիրեմ։ Ախպերս ինչ ես ասում, սա տեղնի հրավիրի։ Ես ասում իմ հետ ասպես տեղնի հրավիրի, ասածիդ մեջ տրամաբանություն կա։ Հլը մի վարքյան կարբիտ։ Ապե ես քեզ դոբրիով բան եմ ասում, դու ինձ վիրավորում ես։ Ոնց տրամաբանություն չկա։ Ասիր ինքն աղջիկը չի, չէ՞ որ մաքուրով ուզվի եւ այլն, ճիշտ չի, ապե։ Հիմա ես ուզում եմ նենց անեմ, որ առանց կոնֆլիկտի ինքը չզրկվի նաեւ մեր ընկերակցությունից, ապե ջան, դա 1։ Երկրորդը կարաս վիրավորելու համար պատասխան տաս։ Ախպեր, ես քեզ ասում եմ ինքի իմ հետ, դու ինձ ասում ես իրիկուն իրան տեղ տիրավիրեմ։ Յանիմ ասենք իմ տեղելներ ինչ կասեի։ Ապե մենք որ լինենք տվյալ հանգամանքում հաստատ քո նման չէինք արտահայտվի։ Ապե քյասարետ աղջիկը ծյապիկինն ա լինելու։ Հա, եղավ։ Լկտենանք ումնալնելու, հիմա ժամանակ չկա, հետո կհանդիպենք կխոսանք, ես քեզ կզանգեմ։ Եբ կզանգես ապե։ Իրիկուն։ Եղավ ապե, դե վիրավորելու համար է կպատրաստվես։ Հետո կխոսանք։ Լավ ապե։ Դու սրանց ճանաչում ես։ Չէ, մենակ ճապիկին։ Ճապիկին որտեղից ես ճանաչում։ Մեր տուն էր եկել։ Ճապիկը ինչի էր եկել ձեր տուն։ Մխոներ ուղարկել։ Մխոն ինչի է ճապիկին ուղարկում ձեր տուն։ Դա ինքը պետքա գար, ոնց որ հարմար չէր, ճապիկը եկավ։ Ալ չեմ հասկանում, մխոն, ճապիկը կամ ուրիշ ինչ որ մեկը ինչի պիտի գան ձեր տուն։ Դե կյանք անուշիկներ սարքել, ոնց որ մխոին փորձելու համար։ Ես սրճարանում իրան տեսա, իմ հայացքով սատկացրեցի, դենքն էլ ուզում էր գար մեր տուն, որ մի անգամ էլ սատկեր։ Մենակ պետքա տենա իր այդ ուռոդի դեմքը։ Այդ տղա, բայց զևը դուրա։ Իրան վատ էր զգում, պարոն Արուշյացյան, ես իրա փոխարեն եկա։ Բան կար որ իրան պիտի ասեի։ Լավ, ասեմ իրանք փոխանցես, եղավ։ Ուրեմն արդյունքների ամփոփումը արվել ու հասկացվել է որ համոն լավ աշխատել մանավանդ քո բացակայության ժամանակ աղբերս տքնաջան աշխատել է ու դրանից ելնելով ըստ այդեմ բան ենք անում էլի իմ հաշվին իրան 2 օրով արձակուրդ են տալի Հոր չկա պարոն Արուշյացյան, հեսա կփոխանցեմ։ Տղա ջան որ դու էլ մնայիր գլուխդ կախ աշխատեիր այդ հոլանդյանների ճամփաները չբռնեիր հիմա դու էլ իմ հաշվին, այսինքն ցեխի բոլոր աշխատողների հաշվին, դու էլ կգնայիր կհանգստանայիր, բա, այսինքն իմ վզին կմնայիր, էլի։ Պարոն Արուշյացյան, բայց արձակուրդ չեք տալու։ Ինչ արձակուրդ, այդ տղա։ Ամառային։ Դե տղա ջան, արձակուրդ գնում ես որ ինչ անես։ Գնում եմ որ հանգստանամ, պարոն Արուշյացյան։ Դոլոսի Գագարին, դու արդեն ինձ նեղացնում ես։ Մեկն էլ լսողնիկ ասի, այս տղուն Արեշյացյանը ինչ օրնակցե, որ ուզում է գնա հանգստանա։ Թող հանգստանան միայն հոգնածները։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Իսկ դու մոռացի այդ ամենը։ Գնա գլուխդ կախ աշխատի։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Դավայ թռալ։ Դավայ դրա։ Աղբորդ մաղարի չունես անելու։ Ինչի։ Ոնց ինչի ապեր։ Արուշյացյան ինձ երկու արձակուրդ տվե համո ջան։ Հա, ինչի համար։ Լավ աշխատելու համո ջան։ Բա ինձ ինչի չի տվել։ Ռեկետա էլի ապեր, ոնց որ հատա տալիս էլի։
Ապեր ես հենց հիմա հեսա մտնում եմ Արևշացյանի մոտ, ասեմ, որ ինձ էլ տա արձակուրդ։ Արա օգտես մեռը, արա Գագո ջան։ Ամու սպասի ապեր, տենց բան չանես հանգրս։ Ահա որ ջղայնացած էր Արևշացյանը։ Դաժան իմ հետ Համու ջան, այնց մի տեսակ էր խոսում, էլի տհաճ էր շատ խոսում հետս հանգրս տենց բան չանես ապեր։ Արա լավ է։ Ապեր, բայց ինձ խոսք էր տվել, որ արձակուրդ կտա։ Համու ջան, որ խոսք տվել, ուրեմն կտա, ջիգեր ջան։ Ապեր, մենակ դու աշխատի, հանգրս այս երկորը աչքին չերևաս։ Ահա որ ջղայնացած է, ահա որ լարված է ապեր։ Արա լավ է։ Գոնե երկուսիս իրար հետ տար արձակուրդ գնանք միտե գլուխներս դինջանար ախպեր, խորոված անենք, ուտենք։ Արա դե սվոլի չէ էլի հոզորով չէ։ Ինչ ա մխոյի հերը չի կարա սվոլի չլնի։ Հարի ապինյակ։ Ինչ կա բանել է։ Ապեր դու գիտեր, որ Ալվարդն ու Վարոսը իրարը շփվում են։ Շփվելը որն է, ինչ է նշանակում։ Ապա իրար հետ են էլի։ Ընկերություն են անում։ Հա ախպեր, կարբիտենքի ուզում են Վարոսի ձեռից խլեն Ալվարդին։ Այսօր այնա մի հատ արդեն կոնֆլիկտ ա եղել, իրի գունել պետք է հանդիպեն։ Էրե չես գցա, եթե Ալլան Վարոսի հետ էլ ձեռից խլելը որն է։ Ինչ իմանամ ապա։ Էրե հմիել մենեջերից հետևից են ընկե, հա։ Հայ, մուրը սպայցարարև ջուգում ես հրա։ Պրյամու բան ունեք ասելու ասեք արա, այդ ինչ են անում հրա։ Հա, մխո։ Վարոս, կարբիտի հետ հանդիպման գնալուց ինձ կասես, ես պտի ներկալ եմ այդ խոսակցությանը։ Այախպեր դու ուր ես գալիս, կի սիրուն էլ չի որ դու գաս։ Ասում եմ ինձ կասես, առանց ինձ չգնաս, նախորոք ինձ ժամ կասես կգամ։ Լավ։ Երեք վրեժին էին եկի ուզում տպեն, այսօր Վարոսի հետ թեմա ունեն, սենց չլավ արա արդեն չապն ասնում են։ Բան ունեն ասելու թոգան պարյամու ասեն արա, ես ինչ են անում արա։ Մողրացել են, ես ինչ ներդերում եմ ունեցե իրանց չուչը անկալման մեջ։ Կարբիտ ինչ-որ բան ա եղել։ Չէ, Բա ինչի ես մի տեսակ։ բա ինչ, բա ոնց, բա ում։ Դե ուղղակի հարմար չի սենց խոսալը։ Հարմար չի մի խոսա, Ազիզ ջան։ Անհանգստանում եմ, որ տենց ես։ Ոնց եմ է, բա ոնց ըլնեմ չեմ ջոգում։ Դե մի քիչ ուրախ եղի։ Ուրախ ըլնեմ ինչ անեմ։ Բա տենց ինչ։ Ոնց սենց ինչ։ Մի քիչ կես ծանդր պայ էլի ասմիկ։ Բայց ուզում եմ ուրախ լինես, Կարբիտ։ Ինչի համար ասո, կարաս բացատրվես, ասում ես ուրախ ասենք, բայց ինչի։ Խի քիչ բան կա ուրախ լինելու համար։ Շատ, դրա համար եմ ասում, մի քիչ լրջացեք, մի քիչ մտածեք։ Կարբիտ դե թող գոնե նստեմ մեքենան։ Ուրեմն ես դե պրպզած դու պետք է նստես մեքենան, բա որ մարդիկ տենան ինչ կմտածեն։ Դե գոնե կարամ տուն բարձրանամ մի հատ գամ։ Տուն գնում ես ինչ անես։ Դե բան կա էլի վեկալելու։ Չէ։ Խնդրում եմ Կարբիտ։ Էդ ինչ պետք է վեկալես տնից, չեմ ջոգում։ Դե մի հատ շատ կարևոր բան ունեմ վերցնելու։ Ուշեմ նստի ավտոն պոգվենք մի անի վրա խոսանք։ Սաղ սուտա։ Գրավի ընդունում հաշված րոպեների ընթացքում։ Արմանը Սթրիկ գրավատուն։ Մենք աշխատում ենք ժամը 9:21-ը, 7 օրան ընդմեջ նույնիսկ տոներին։ Գրավը վերադարձվում է գրավի պատվերից հետո մի քանի ժամվա ընթացքում։ Արմանը Սթրիկ, արագ լուծում ձեր ֆինանսական խնդիրներին։ Հասցեք Հաղակարտաշատ օգոստոսի 23 կոտորակ 41A հարկային տեսչության շենքի դիմաց։ Ժորիկ, բան ես անում, են իմ մյուս տունը գնում պացում ես։ Մաքրող բան ես տանում, որ մաքրեմ։ Ընդեղ եք տողը փոխվելու Զորիկ ջան։ Չէ, թող իրանք գնան ընդեղ հանգիստ ապրեն։ Վարոժին ասա, թող ընդեղ տեղափոխվա։ Ահա Զորիկ ջան։
Վարուժ չասեցի գալուց խանութ կմտնես։ Բայց ով ասում որ չեմ մտե։ Ուր է առևտուրը։ Թողում եմ որ առևտուր անեմ, այնքան ներվերս կրան ջղայնացա դուս եկա։ Ինչի։ Ժորիկը զանգել ասպա այսօրվանից կարակ տեղափոխվեք ձեր մյուս տուն։ Հա։ Բա ինչ ես դու դժգո։ Սով ջան, պապա ուզում ա որ մենք տեղափոխվենք այդ տուն, որ հետո ինքը տեղափոխվի։ Վարուժ, բա մենք ինչքան պետք է այս մարդու տանը մնանք։ Ես այսօրվանից արդեն հետաքրքրում եմ այդ վարձով տան համար։ Վարուժ, դու պատկերացնում ես պապայի հետևից ինչեր կխոսան, որ իմանան իր աղջիկը վարձով է ապրում։ Այդ էլ թո ինքը մտած։ Վարուժ, դու հիմա ճիշտ ես վարվում։ Հա։ Դա հարց չկա։ Ոնց ուզում ես, տենց էլ արի։ Ստեղ կպահես։ Ինչի։ Դե իջնենք մաքուրատ շնչենք էլի։ Հեսա կհասնենք տեղ, բոլ մաքուրդ կշնչենք։ Դե գոնե կանգնացրու գնամ ծաղիկ հավաքեմ գամ։ Ես ինչ պարապես մնաց է ուզում ես ծաղիկ հավաքես։ Դե տենց են ասում։ Ով է տենց ասում։ Դե տենց հա չէ ընդունված։ Դու ինչ գործ ունես ուրիշների ընդունակությունների հետ։ Դու քո սեփական ընդունակությունները ունեցի։ Ոտերդ ինչ ես շարժում։ Ներվային ես։ Չէ։ Բա։ Դե որ իջնեի ծաղիկ հավաքի, էլ չէի շարժի։ Իմ ասածն էլ է էլի ներվային ես։ Կորբիտ, խնդրում եմ, էլի մի վայրկյանով դուրս գամ, էլի կգամ։ Արժ չկա, արի գնանք։ Միասին չէ։ Այս շորերում մենակովդ ուր ես գնալու։ Ասպի կարող է յանը տարելա։ Կորբիտ, ախր դու ինձ հետ չես կարա գաս։ Ինչի։ Աղջա դու խայտարակ չես փողոցի մեջտեղը կանգնած պարում ես։ Նստի ավտոնը լը։ Սպասի։ Կանգնիլը ասպի։ Կորբիտ, լավ չեմ զգում ինձ, խնդրում եմ մենակ թող։ Դե արի խոսանք հասկանանք ինչ մոմենտ է մոտդ։ Այդ խոսալու բան չի։ Բա ինչ բան է։ Կորբիտ, ես զուգարան եմ ուզում։ Վախարա։ Բա տենց ասա, բա գնահում է սպասում։ Սպասիլը։ Արի։ Լսի։ Ես պետքա կողք տնեմ, որ ոչ մեկ չտենա, արի։ Ուր։ Արի, ես պետքա կողքը տնեմ, որ մարդ չտենա։ Ժորիկ, տունը մաքրվավ։ Հա, Զորիկ ջան։ Զանգար Վարուժին։ Ասացի, ես չեմ գնա այնտեղ ապրեմ։ Ինչի։ Չգիտեմ։ Թող չգնա։ Այսօր գնացարու մաշնեն ձեռից առաջ։ Այդ գեղեցկության սրա, որ տվել եմ, կասես էլ ոչ չդնի, են որ ձեռից վեկալար։ Են ռեստորանում ու երկում մերկումա, ընդիցել եմ ոտը կտրելու։ Ես ընենց եմ անելու դրան ոչ մի տեղ գործի չվեկալեն։ Ինքը տենց պրինցիպ բան է, հա։ Ես ավելի բետար եմ, Ջորիկ։ Կուրսի ես ապե, որ մխոնել է ներկառնելու այդ խոսակցությունը։ Ավելի ուրախ։ Բայց նայի կարբիտ խփոցույան չենք տանելու։ Ենանք ոնց կստացվի։ Դե էլ մի սկսի ապե։ Մեր ձեռնա, որ չուզենք, չի ստացվի։ Դա անդուր ինչ ես տենում արա։ Իր աշխատողները իր համար ավելի թանկ են, քան մենք։ Բայց խփոցույան չտանենք, որ Ապե դու տենց ասում ես, բայց դու տենց չես մտածում։ Քո ձեռը հաստատ չի գնա մխոյ վրա ձեռ բարձրացնես։ Իմ ձեռը կարող է միտեղ չգնա։ Բայց իր ձեռը ոնց է գնալու։ Եթե Վարոսի համար գալու է դոշտ, ուրեմն հաստատ ձեռն է կգնա։
Կարբիտ ջան, բեր դու մի արի, էլի ապե։ Դզվեք հլը։ Ես պտի գամ, ներկա լինեմ այդ խոսակցությանը ու մի երկու բան ասեմ մխոյին։ Ես կարոն ուրա որ։ Թռած ամ անգալի աղբեր, յանի գործեր ուներ, տենց չեկավ։ Ապե լավ ժամանակ չկա գնացինք կարոջ։ Դավայ։ Ջոմ ջան, աղբերներգան էլի։ Խոտ ջան, դու էլի մեզ մոտիկ տղա ես ապե։ Բայց քո ընկերները ես ճիշտ չեմ պահել։ Ապեր համամիտեմ քո հետ, բայց արի ես մի հատ իրանց հետ խոսամ դեմից։ Հետո դուք կգաք ձեր ասելիքը կասեք վերջում։ Ախպեր, իրենք իրանց արածի համար պիտի պատասխան տան։ Խլելը ո՞րն է ախպեր։ Խլելն է։ Ճիշտ է էդի լավ բան չի, բայց նայած ում համար։ Մախո ես քեզ մտածի որ եթե քո ընկերներդ քեզի հարգեին, սկան թեման չեր եղնի։ Ապենյակ քեսր սաղատե ձեր պայ ճիշտ եք ասում, բան չունեմ ասել։ Բայց քերեք էլի եմ ասում, ես իրանց հետ մի հատ խոսամ, հետո դուք կմիանաք կասեք ձեր ասելիքը, տենց կլի։ Կլինի տենց։ Ապրես Սյոմ ջան։ Մուսկուլներիդ խուրբան ապենյակ։ Եկեք։ Բայց ուր են։ Ես են։ Ես իմ վրա եմ վեգալ են նախերգանքի խոսքը։ Ծիապիկ, ես ումից, բայց քեզանից չէի սպասի տես քայլ։ Հա հասկանում եմ ինչի մարեսար է, բայց էդի դիշովի քայլը։ Ես ինչ ես ասում, մխո։ Հլը սպասի, կարբիտ, ինչն ա դիշովի ապե։ Քու երածը։ Բան ունեք ասելու ինձ եկեք պրամու ասեք, մեկ ատեսնյակի շոֆերի միջոցով եք հելնում վրա ես, մեկ աշխատողից, տես ոնց կլի։ Ապա ես թեման քո հետ վաբշե կապ չունի։ Ոնց կապ չունի ուր։ Բա իմ աշխատողն է, իր անգերնյակներն էլ իմ հետ ծառայած տղանյակներ են։ Բա իրանց դեմ որ հելնում եք, էդի դուս եկալի իմ դեմ եք հելնում, տենց չի։ Ապե ամիտը ճիշտ ես ասում, բայց եթե մեր հարաբերությունները լավ լինեին, կարող է միտեղ սենց բան չարվեր, բայց հիմա խի չարվի որ, եթե մեր ծիապիկի սիրտը կպել է այդ աղջկան, ինչ ապե չիրականացնենք այդ մոմենտը։ Դուք ու բերնու ասիր որ ես ճիշտ եմ ասում, այսինքն դուք մտածված հելել եք իմ դեմ։ Մտածված ենք հելե։ Արա չէ, այ ախպեր ինչն եք մտածված հելե քո դեմ։ Մտածված ենք հելե ծիապիկ, այդ աղջիկը պտի քոնը լինի։ Ծիապինը չի լելու։ Ծիապինն է լինելու։ Ոնց է ծիապինը լինելու որ։ Ոնց է ծիապինը լինելու։ Տենցով ոչի է ախպեր։ Բա ինչով է։ Կարբի։ Խոդենցով չէ։ Այստեղ են այդ աղջիկը այդ կխոսա, խնդիր չունի։ Այդ աղջիկը իրան արդեն կողմնորոշվե պրձել է։ Այստեղ ուրիշ ճիշտ չի կրնա եղնի, ինչի մասին խոսանք ընի։ Խլելու։ Դե կրնակ խլեք ախպեր, բայց հետո իրարից չնեղենանք։ Զվաղցնում ես։ Չեմ վախեցնում։ Պրոստը կուրսի կպայեմ, որ մենք են տեղեկի չենք, որ կրնանան մեզնից խլեն։ Ժամանակը ցույց կտա։ Դա ով կուզե ցույց տա, թող մենակ ցույց տա։ Ծիապ, աղբերնյականների առանց դնանք։ Ստեղ ասա ապե։ Ծիապիկ այդ աղջիկը Վարուսի հետ լավ ատնաշենիների մեջ է։ Արի կլի դու էդի թարգի, մենք էլ իրար հետ մեր չնայած հարաբերությունները արդեն փչացրել ենք, բայց ինչն էլ որ մնացել է պահպանենք, գոնե էդի չավիրենք։ Ավիրած է սաղ ապե։ Հենց մենակ են, որ դու մեր կողը կանգնելու փոխարեն մեր դեմ ես կանգնած մխո, այդ ամեն ինչի մասին խոսում է։ Մենակ աշխատել ինչ ահավոր բան է։ Հասկանում եմ քեզ Սիգերջը։ Խանութ մտել ես։ Ինչ ես բերել։ Դե ինչ որ ասել էի, առել եմ էլի։ Ապրես աղբերս, ես մի օրն էլ աղբերդ լավ հանգստանա, կգա հետդ կաշխատի համուճան։ Բայց ես վաղ ուզում եմ մտնեմ Արևշացյանի մոտ, ասեմ ինձ ինչի արձակուրդ չեք տալիս։ Արա թարգի էլի համուճան։ Արա ապեր ես ինչ որ պետք է իրեն կասեմ։ Աղբորդ չես վստահում։
Ապետե, ոբշով պարզ ա, որ ես կռիվը ծտի համար չի, ես կռիվը մեր ու մխոյի կռիվն ա։ Արա, բայց ես ինչ ենք անում աղբերարը, հեչ սրտիս չի նստում, Ծյապիկ դու պտի էտ աղջկան ուզես, եթե դու էտ աղջկան չուզեցիր, ես եմ ուզելու ապե, ես կամ բան։ Արա, կարբիտը սիրուն չի էլի այ աղբեր։ Արա, բայց ով ասում, որ պտի սիրուն ըլնի, թող գեշ ըլնի, մեզ գեշ էլ ա ձեր տալի։ Բերոբշից վազերը կծած է դրա համար չի կար ուստա ապուղերով մտացի։ Ապե կարոչի ոբշում սենց կանենք։ Ես էտ աղջկա հետ կխոսամ մի հատ, եթե ուզեցավ իմ հետ շփվի, այդ հնարավորությունը կտամ իր երազանքը իրականացնելու։ Եթե չուզեց, ապե հաջող կանեմ, թող գնա իր ճամփով։ Ախպեր ջան, ամերն եմ սրտիտ, ոնց ասես ցավը տանեմ, վայ ես գու ջանին մերնեմ, հա իմ անուշ ախպեր, իմ կյանքի ամենահամով ախպեր, հարազատս, հա ցավը տանեմ, ախպերս ոնց կասես, ոնց ասես դենց էլ կանենք, ամերն եմ ջանիտ, արա բայց դու ուրիշ ախպեր ես, քո արև, հացավը տանեմ, եղավ մերնեմ ջանի, դե վաղը բան չպլանավոր ես, գնանք միտեղ մի բաժակ բան խմենք, դավա իմ անուշ ախպեր, դավա իմ մեծություն, այ կու ջանին մերնեմ, լավ ախպեր ես, լավ ապեր, եղավ ցավը տանեմ, ասա մխո ջան, դու իր կանչել է տեսնյակ, արա հա ճիշտ ես ասում, լսի մխո, Էդ կարբիտենց հետ էլ ինչ-որ բանման ա եղել, հա? Դե հա։ Արա դե հա, որն այդ տղա? Ինչ են ուզում դրանք քեզանից? Դե թեթևի մեջ բաներ էլի եղավ անցավ գնաց։ Դրանք քեզ հանգիստ չեն տալու, տղա ջան։ Եթե դու իրանց հետ չես, նշանակում է իրանց թշնամին ես։ Այդ տենց են մտածում քո ընկերնյակները։ Այտենց չեն մտածում։ Դո տղա ջան, ես քեզ երեք ասեցի, այտենց կուրորեն մի պաշտպանի քո ընկերնյակներին։ Ճանաչի, նոր ընկերություն արա։ Արա եկյամ մարդ եմ, գիտես քանի մայկատ ռուսիկ եմ մաշել, մինչև այսօրն եմ հասել։ Ու էլ ինչ ռուսիկներ, մեկը մեկից լեն, մեկը մեկից սիրուն, ու մեկը մեկից իմ պրտնի։ Այս որ խոսում է գիտես ով մետ է խոսում։ Իմ ամենալավ ընկերոջ հետ։ Ու գիտես ինչի է ինքը ամենալավը, հա? Ինչի։ Որտե փող ունի տղա ջան։ Իսկ գիտես ինչի է ինքը իմ հետ ընկերություն անում, կարես ասես։ Որտև դու է փող ունես։ Ապրես, այ ուղեղ էտ աշխատում, հա։ Սրանք իմ ուտեր խմելու ընկերներն են, աղբերս, ու ամեն մեկը մեկից տհաճ անձնավորություն։ Սրանք որ խմում են, չէ արա չես պատկերասի, ինչ ունեն կորցնում են, արա, դառնում են նետս անդուր գյադ արա, քու արև։ Բան չես հետները ընկերություն անում։ Արա, որովհետև չեմ կարա չանեմ, ցավդ տանեմ, որովհետև ուրիշ ճար չունեմ։ Դա բելի է տեսնյակ, քու ձերը չի։ Դո տղա ջան, որ իմ ձերը լներ, չէի անի։ Ընկերություն եմ անում, որ կարողանամ բիզնեսները սպահեմ։ Տանում պատիվ եմ տալիս, որ վաղը միսօր հանկարծ Աստված ոչ անի, բիզնեսներիցս մեկին մի բան լնի։ Սրանք հիշեն իմ են խորոված քյաբաբի համը ու գան կանգնեն կողքիս, ախպեր նեղիս հասնեն, հասկանում ես տղա ջան։ Հասկանում եմ։ Դե լավա որ հասկանում ես, ուրեմն այդ մանուշակագույն պատկերացումներդ ընկերության մասին հանի միջիցդ ու տես թե շուրջդ ինչա կատարվում, իրականում։ Ուզում ես ասես իրական ընկերություն չկա, հա։ Կա, մերնեմ կյանքիդ, կա։ Իրական ընկերություն կա, բայց ես դա տեսել եմ մենակ փոքր ժամանակ։ Հենց մեծացանք, այդ ընկերությունը դառավ առևտուր։ Տեսնյակ լուրջ եմ ասում, արդեն ներվեցի օպկի մեջ ես գցում էլի։ Հենա ասա մարդ ընկերնյակ չունենա էլի։ Դու տղա ջան, այսքան բան ասեցի չհասկացար, արա, ստեղծի տենց ընկերություն։
Դու ստեղծի, թող չուզողը ես ըլեմ։ Բայց մի հատ հարց կարելի է քեզ տամ ախպերս։ Այ օրինակ դու ընկերություն կանեիր մի հատ, ասենք աղքատ, մի հատ խեղճ ու կրակ, մի հատ մարդու հետ, բայց որը ոչինչ չունի, բայց ունի մեծ սիրտ։ Հələ մի հատ պատկերացրու էլի այդ ընկերությունը։ Ասենք դու իրանից ոչինչ չունես ստանալու։ Ասենք խոսքի միտեղ կռիվ ես անում, ինքը չի կարա քեզ գա պաշտպանի։ Գնում եք միտեղ օբյեկտ, ասենք հացմաց պիտի ուտեք էլի, բայց հաշիվի տոկուն դու ես փակելու։ Մի խոսքով ախպեր, ինչ արեցիք, ինչ չարեցիք, ախպերս դու ես միշտ իրան պետք գալու։ Ինքը մենակ մեծ սիրտ ունի։ Դու ձերը դիխեղճի տասա, կանես տենց ընկերություն, հա։ Պատկերացնում ես տենց ընկերություն ախպերս։ Միսումը առաջի երթին ինքը չի կարա այդ պայմաններում իմ հետ ընկերություն անի։ Այ ապրես, ոչ դու, ոչ էլ ինքը չեք կարա ընկերություն անեք։ Սաղին մեր նման սուրբ ու արդար աչքով մի նայի։ Այո, մենք միտեղ կարանք անշահախնդիր ընկերություն անենք, բայց աչքերիդ բբերը հանդուրս տղա ջան, ու տես թե իրականում ինչ է կատարվում։ Մի ուզում ես ասես Կարբի տենց այդ ընկերությունը օդ էր, հա։ Տղա ջան, դե ես ոչ մի բան էլ չեմ ուզում ասեմ։ Դու մտածի։ Բարեբախտաբար գոնե ինչ որ չափով այդ մտածելու կարողությունը ինձնից քեզ անցել է։ Մտածի, քո այդ ընկերնյակները ինչի համար են քո այդ ընկերություն անում։ Մտածի։ Մտածի թե այդ ընկերներդ փողի ընկերներ են թե հոգու։ Ինքդ մտածի թե մինչև հիմա քո ընկերնյակները ինչի համար են քո այդ ընկերություն արել։ Այդ կանգնի լելի ապե կանգնի։ Սպասիլ է։ Ինձ թվում է կարիք չկա հիշել այն ինչ որ ինքը քո հետ արեց բանակում ապե։ Ախպեր ոնց կարիք չկա է։ Տենց կարիք չկա վար։ Դու մեն Ալբանցան ախպերն անա ճիշտ եմ տենամ դրե վրաս բան ես անում։ Դե Գագոն արցակուրդի մեջ է, չէ։ Արաշաջան իշխոր քեզ էր արցակուրդը, էցո։ Լուրջ։ Կրակածիների քեզի համոզը գցել էցո։ Այդ $100,000 դիմաց պետք է մարդ փախցի։ Այդ մարդն էլ նես մարդա, որ սաղորի իրար հետ եք տալի առնում։ Ուզում ես բերթում փտես, հա։ Բայց $100,000 քիչ փող է։ Մասկիկով բանով կգնանք կտանենք միտեղ կպահենք։ Փողը վերկալելուց հետո կթռնենք ուրիշ երկիր համոզան, վերջը։ Էս ի՞նչ է վիճակը Գագո։